Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն։ Այսօր իմ զրուցակիցն է միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը։ Բարև ձեզ, պարոն Սաֆարյան։ Պարոն Սաֆարյան, վերջին օրերին եղան մի շարք ձերբակալություններ, հոգեվորականների ձերբակալեցին, կալանավորվեց արդեն Արագածնոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը։ Սա բնականաբար առաջ բերեց այսպես որոշակի շրջանների անհարգալից չի, ուղղակի որոշակի շրջանների կողմից բորբոքվեցին բողոքի ակցիաներ, արդեն սկսել են եւ պնդում են, որ սա հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքների, քաղաքական հալածանքների թերթական փուլն է։ Հիմա ընդ որում հենց այս համատեքստում նաև ձեզ սկսեցին մեղադրել նրա համար, այլ կարծիք ունենալու տարբերակով եմ ասում, որ դուք իշխանության սազանդարն եք, կներեք ֆրանսերենից համար։ Հիմա սա քաղաքական գործընթաց է, թե սա իրավական գործընթաց է, որպես փորձագետ։ Ես սկսեմ նրանից, որ եկեղեցին նոր չէ, որ մտել է քաղաքականություն։ 2018 թվականի հեղափոխությունից հետո հիշում եք նոր վեհափառ, թե ինչ այդպիսի մի շարժում կար, իշխանությունը ընդհանրապես չէր խառնվում եւ հակառակը, նույնիսկ չէր էլ ցանկանում, որ այդ շարժումը շարունակվեր, որովհետեւ եթե ցանկանար Նիկոլ Փաշինյանը այդ հեղափոխական էյֆորիայի պայմաններում մայրաթոռում կաթողիկոս չէ, ով ասես չէր մնա։ Բայց տեսանելի էր, որ մի քանի ինստիտուտներ կա, որոնց իշխանությունը չի ցանկանում ձեռք տալ։ Դա եկեղեցիներ, երկրորդը բանակներ, ինչպես Նիկոլ Փաշինյանը ըստ որում դա հայտարարեց, որ չի թողել որպեսզի հեղափոխությունը մտնի բանակ, պաշտպանության նախարարություն, եւ երրորդը Արցախներ, որտեղ կանխեցին, որ Հայաստանում տեղի ունեցածը։ Բայց ինչ նստվածք թողեց, որովհետև ես ինչու եմ սա գալիս, այն մարդիկ, ովքեր շատ ծերտորեն ասոցացվում են եկեղեցու հետ, այդ ժամանակներից, այսպես ասած, իրենց բացած դիսկուրսներով ուզում էին ցույց տալ, թե եկեղեցին հարձակման տակ է։ Երեք օրինակ մի նյութ պատրաստելու վրա գտա Զարթոն կուսակցության 21 թվականի ուրեմն բաներներից մեկը ընտրական, որ սոցիալական ցանցերում տարածում էին, առաջի համարներից մեկի Կայնեն Ալչաջյանի այսպես ասած գրառումն էր, որ 3 տարի է ուրեմն Հայաստանը ղեկավարում են թուրքերը, այսինքն 18 թվականից, որ Արազ Զոհրաբյանի գրառումը, որ ազգային արժեքները վտանգված են, սա 2021 թվականի ընտրություններում օգտագործված կարգախոսներ են, դեպքում որ իշխանությունը ընդհանրապես մոտ էլ չէր գնում եկեղեցուն։ Բայց ես հիմա ձեր հաղորդման շրջանակներում շատ էքսկլյուզիվ մի բան եմ պատմելու։ 20 թվականի պատերազմի ժամանակ Հանրային խորհրդի նախագահն էի եւ այդ հանրային խորհրդում եկեղեցին ուներ չափազանց բարձր ներկայացուցիչ Նաթան Սրբազանը, որը ըստ էության կաթողիկոսին է ներկայացնում, մայրաթոռն է ներկայացնում, արտաքին հարաբերություններ եւ այլն։ Եվ պատերազմից հետո հետաքրքիր էր, որ նախ ինձ համար չափազանց տարակուսելի էր, որ ամբողջ պատերազմի ընթացքում եկեղեցին նախընտրեց լռություն պահպանել։ Ոչ մի զանգ չի հնչեցրել, ինչպես հնչեցնում է ուրեմն սրբազանների համար, հա, ոչ մի կոչ ուղերձ, չի, կներեք, կաթողիկոսը մի քանի ուղերձով, մի քանի կոչով հանդես է եկել, ես այն ժամանակ։ Երբ պատերազմի ժամանակ։ Շատ լավ։ Ուրեմն չէ, հանուն ճշմարտություն։ Ես այն ժամանակ լրատվական էի ղեկավարում։ Բոլոր դեպքերում ես պիտի ասեմ, որ եկեղեցու պահվածքը պատերազմի շրջանում չափազանց տարօրինակ էր։ Իմ համար տարօրինակ է եղել։ Անկախ նրանից այդ հայտարարություններից որն է արվել կամ որը չի արվել։ Բայց պատերազմից հետո, նոյեմբերի 9-ից հետո տեսանելի էր, որ եկեղեցին շատ ակտիվ մասնակցություն է ունենում իշխանության փոփոխության ծրագրերում։ Եվ ես հիմա հիմնավոր եմ դա, որովհետև եկեղեցու ներկայացուցիչը շատ ակտիվ մասնակցություններ ունենում այն խմբի
նախաձեռնություններին, որոնց նպատակն էր հանրային խորհուրդը հանել կառավարության եւ վարչապետի դեմ, պահանջել կառավարության եւ վարչապետի հրաժարականը։ Եվ ես կրկնում եմ, որ պնդում եմ, որ այդ ուրեմն ամեն ինչում չափազանց տեսանելի էր եկեղեցու կողմից դիրիժորությունը։ Այսինքն Նաթան Սրբազանը անմիջականորեն ներգրավված էր այդ գործընթացներում։ Այո, ինքը այն մարդկանցից էր, որը 4 անգամ նախաձեռնողների խմբում ստորագրեց արտահերթ նիստի հրավիրում կառավարության հրաժարականի պահանջով հայտարարություն ընդունելու համար, նիստ հրավիրելու համար։ Ես անկեղծ ասած այդ ժամանակ տեսավ, թե ինչպիսի ջերմերանդությամբ է եկեղեցին լծված այսպես կոչված հայրենիքի փրկության շարժմանը, ես դուք ինչու եմ ձեզ ասում, որովհետև դուք ասում եք, որ պատերազմի ընթացքում մի քանի հայտարարություն արել են, պատերազմի ընթացքում ես նաև տեսել եմ այդ սերտ կապը հայրենիքի փրկության շարժման, արդեն իսկ ձևավորված հայրենիքի փրկության շարժման հետ, որի ղեկավարը Վազգեն Մանուկյանն էր, իսկ Վազգեն Մանուկյանը հանրային խորհրդի նախկին նախագահն էր, որտեղ նաև ներկա էր նույն Նաթան Սրբազանը եւ մնացած այլոք, որոնք էլի ոչ պակասապով աֆիլիացված էին հայ առաքելական եկեղեցու կամ Մայր Էջմիածնի հետ։ Եվ մի քանի բան ասեմ, եթե որևէ մեկը համարձակվի նույնիսկ հերքել այն ինչ ես ասում եմ, պատրաստ եմ նույնիսկ հրապարակեմ նամակագրությունները, թե ինչպես նույնիսկ տորպեդահարում էին օրինակ դեկտեմբերի 1-ին վարչապետի հետ նշանակված հանդիպումը, որպեսզի հանրային խորհուրդը բոյկոտի վարչապետին։ Հասկանում եք, նամակագրություններ կան, որտեղ ուղղակի եկեղեցին ասում է գնում եք ինչ անեք այնտեղ, գնում եք որ ինչ անեք ու ազդելու համար մնացած իհարկե հանդիպումը կայացավ եւ այդ հանդիպման նախաձեռնությունը իդեպ նաեւ իմը չէր, թեպետ ես ինքս էլ հարցեր ունեի ոչ պակաս կարևոր վարչապետին, բայց դա գալիս էր հանրային խորհրդի մյուս գործընկերներից, այսպիսի բաներ են եղել եւ դրանից հետո ես նաեւ չափազանց լավ տեսել եմ, թե ինչպես օրինակ երեք էլ իմ գրառումներից մեկում այդպիսի մի փոքրիկ հետաքննություն է արել, օրինակ Զարթոնք քրիստոնյա ազգային քրիստոնեական կուսակցության, որը ստեղծվեց 2021 թվականի ապրիլին, ընտրություններին մասնակցելու համար, խորհրդարական ընտրություններին, ապա նաև թիմ ընտրություններին, եւ այդ կուսակցությունը բացահայտ ուղղակի եւ անթակույց կապեր ուներ կամ վայելում էր Էջմիածնի հեղինակությունը։ Այս փաստերն է եղել պատճառը, որ ես 20 թվականից սկսած տարբեր ձևերով մեղմ բաց տեքստով, փակ կամ ակնարկով հորդորել եմ Մայրաթորին դուրս գալ քաղաքականությունից, դուրս գալ քաղաքական process-ներից, որովհետև եթե դու ապաքաղաքական, իսկ եկեղեցին ապաքաղաքական ինստիտուտ է, եթե դու համազգային ինստիտուտ ես, դու պարտավոր ես քաղաքականության բոլոր սուբյեկտներից ունենալ հավասար հեռավորություն։ Ինչպես օրինակ Անգլիայի արքունիքը, նա չի կարող որևէ կուսակցության օգտին խոսի։ Նա ուղղակի պարտավոր է պահպանել ուրեմն հավասարակշռությունը, հավասարահեռությունը բարի ձետը, իսկ մյուս կուսակցությունների համար էլ կա կանոն, չեն քննադատում, ամեն ինչ կարող են քննադատել, բայց ոչ երբեք արքունիքին։ Հասկանում եք, եկեղեցին ինքն էլ պիտի այս դիրքում մնար, որ բոլոր կուսակցությունները, բոլոր քաղաքական ուժերը, բոլոր դերակատարները առնվազն ակնածանք ունենային եկեղեցու նկատմամբ, բայց նույն եկեղեցին ինքը չմտներ քաղաքականություն, բայց եկեղեցին գոնե ինձ այս հայտնի փաստերով, ասում եմ, կան նամակագրություններ, կան ստորագրություններ, նիստի նախաձեռնման, հասկանում եք, որ ես անդադ փորձում եմ բացատրել, որ հանրային խորհուրդը նույնպես ապաքաղաքական մարմին է, որովհետև քաղաքական հարցերը, սահմանադրությունը եւ օրենսդրությունը թողել են այլ համակարգերի վրա, այսինքն քաղաքական համակարգի վրա, կուսակցական համակարգի վրա, ովքեր ուզում են զբաղվել քաղաքականությամբ, կարող են գնալ, գրանցվել որպես կուսակցություն կամ անդամակցել որևէ կուսակցություն, զբաղվել քաղաքականությամբ, այդ թվում եւ եկեղեցականները, բայց նախընտրեց եկեղեցին տակից այսպես սպասարկել, դիրիժորություն անել եւ
այդպես բոլոր կառույցներին փորձելով հանել կառավարության դեմ, ըստ որում գիտեք, նույնիսկ իմ համար խնդիրը նա չի, իրենք Նիկոլ Փաշինյանին սիրում էին, վստահում էին, չէին վստահում։ Իմ համար խնդիրը նա էր, որ Հայաստանը գտնվում էր այնպիսի մի անպատկերացնելի թուլացած վիճակում, որտեղ ուղղակի իշխանության կոլապսը կարող էր նույնանալ նաև պետականության կոլապսի հետ։ Սա պատմության դարը դասերից հայտնի ուրեմն իրավիճակ է։ Նույն առաջին Արցախյան պատերազմում, լսեք Ալիևին, ասում եմ մենք նաև պարտվեցինք, որովհետև Հուսեյնովի ներքին բունտի, Պերևարոտի իշխանաշրջման եւ այլն, հիմա ասենք պատերազմի այդ ամբողջ պարտության, հասարակության այդ դեպրեսիայի, անորոշության, շոկի, տրավմայի, բանակի, այսպես ասած, դեպրեսիայի կամ, չգիտեմ, անկումային պայմաններում թողնել, որպեսզի պետական համակարգը փլուզվի, սա անպատկերացնել է, բայց գիտեք, այդ եմ ասում, եւ որ դու հանրային խորհրդում ներկայացնում ես նախագիծ, որը ուղղված է այդ հետ պատերազմյան իրավիճակը ստաբիլիզացնելու եւ բոլորն ասում են, չէ, դա չի անցնելու, որովհետեւ դա ձեռնտու է իշխանությանը։ Եվ չեն թողնում, ասենք, այդ նախագիծը դրվի քվեարկության, ասում են, սա մեր հրավիրածնիստն է։ Եվ այդ հրավիրողների մեջ նաև եկեղեցին, ներողություն, Ստեփան Սաֆյանը կամ որևէ մեկը այդ հանրային խորհրդում չէր կարող այլ եզրակացություն անել, թե որ ճամբարում է եկեղեցին։ Հասկանում եք, փոխանակ այլ դիրքորոշմամբ հանդես գալու նույն այդ փոքրիկ օրինակով։ Հանրային խորհուրդը ինքը, ասենք, գործադիր իշխանության մարմին չի, միական բան չի։ Բայց հիմա այս ամբողջ այնքան խորացավ, ցավում եմ, շատ մեծ ցավ եմ ապրում որպես այդ եկեղեցու հետևորդ, որպես աստվածավախ մարդ, շատ ծանր եմ տանում, որ ժամանակին չլսվեցին բոլոր զգուշացումները, հա, եւ արդյունքում հասանք միտեղ, որ արդեն քաղաքական շարժումը առաջնորդեց թեմերից մեկի առաջնորդը, խոսքը վերաբերվում է Տավուշից մեկնարկած սրբազան պայքարին, դրան բացահայտ անմիջական սատարում ցուցաբերեցին այլ թեմերի առաջնորդներ, ավելին մայրաթորի տարածած հայտարարությունները բացեք եւ տեսեք ամբողջությամբ զորակցության կոչերն, խորացավ այս խնդրումը, հասավ նրան, որ այդ շարժումը մարելու փուլից հետո անցավ ռադիկալիզմի этаպին, եկեղեցականները հանկարծ հայտնաբերեցին այս ամռանը ներգրաված են եղել նաեւ իշխանության զավթման, ըստ որում ուժային մեթոդներով զավթման այդ ծրագրի մեջ ձերբակալվեցին եւ հիմա մեկ այլ շարունակություն ունենք, որտեղ ակնհայտորեն նրանք հիմա էլ փորձում են այսպես ասած իրենց վրիժառությունը կամ իրենց նպատակները իրականացնել Սամվել Կարապետյանի շարժման միջոցով։ Սա այս ամբողջը չի կարող ուղղակի, գիտեք, դուք ասում եք սազանդար են մարդիկ։ Հարցի մեջ եք ասում։ Եվ որ դու ֆիքսում ես իրավիճակը, եւ որ դու տիրապետում ես այդ փաստերին, էլի եմ կրկնում, եւ որ նամակ եկավ, գնում եք վարչապետի հետ հանդիպեք, որ ինչ անեք, ասեք, այս բովանդակությամբ եւ որ նամակ է գալիս, դու ուղղակի ուզում ես հասկանաս, եկեղեցին ինչ ան, փոխանակ հանդես գա միավորողի, միաբանողի, կոնսոլիդացնողի, որպես վերադաս այն մեծ ծանրակշիռ դերակատարում ունեցող իմաստուն մարդու կերպարով, հանկարծ դու հայտնաբերում արդեն որերորդ տարին է չի մարում եկեղեցու այս կամ այն բացահայտ առնչությունը, այս կամ այն շարժմանը։ Հիմա դրա ֆիքսելը սազանդարական ես էլ մասնակցեմ էլի զրույցին։ Հիմա տեսեք, էքսկլյուզիվ ինչ որ բան ասիկ, էքսկլյուզիվ ես էլ ինչ որ բան ասեմ։ Ես խոսել եմ շատերի հետ, որոնք մի մասը իշխանության ներկայացուցիչներ են, իշխանության ներսում են, մի մասը իշխանության նկատմամբ լոյալ են եւ մի հետաքրքիր բան են ասել են, որ ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը հիմնական, այսինքն բացի են ձեր ասածից, նաեւ ընկնում է իշխանության վրա, որովհետեւ եթե առաջին անգամ եմ ես այս մասին բարձրացնում, որ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասենք 23 թվականին օրինակ, հանդիպեր կաթողիկոսին, որդիական սիրով խնդրեր ասեր սրբազան գնա, կգնար, երբ արդեն եկավ այն փուլը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց գերառումների միջոցով պայքարել կաթողիկոսի դեմ, այդ ժամանակ արդեն Ռաֆի Հովհաննիսյանն էր ասում, հա, զադնի դնելու տեղ էլ չկար։
Ես համաձայն եմ, որ իշխանությունը չարված քայլեր ունի, որևէ մեկը դա չի ասում։ Ես բացարձակապես կողմնակիցը չեմ եղել այդ ոչի գրառումների եւ դա նաեւ գիտեր Նաթան Սրբազանը իդեպ, որովհետեւ նույն պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում, հա, երբ փորձարարության խորհրդում քննարկման առարկա դարձնել Նիկոլ Փաշինյանի մեկ այլ Facebook-յան գրառում պատերի տակ վնգստալու եւ այլնի վերաբերյալ եւ այսպես փորձեցին բողոքված ասի լսեք ես եւ անձնապես նամակ եմ գրել իրեն եւ Facebook-յան գրառում եմ թողել եւ այլ եղանակներով հասկացրել եմ որ թույլատրել ենք համարում այս կարգի հաղորդակցությունը բայց հասկանում եք խնդիրը նա չէր որ հանրային խորհրդում եկեղեցին չգիտեր դրա մասին ես առաջին մասով համաձայն եմ ձեր ասածի հետ որ իշխանությունը այնուամենայնիվ պիտի փորձեր աներ գնալ եւ Փաքսենյակում նստեր հետը եւ ասեր սա երկար շարունակվել չի կարող եկեղեցին չի կարող ուղղակի ստվերից դիրիժորություն անել քաղաքական process-ներում եւ դառնալ քաղաքականության սուբյեկտ ըստ որում նպաստելով կամ թույլ չտալով ներքին ճգնաժամի լուծմանը վերջո 21 թվականին արտահերթ խորհրդանական ընտրություններ տեղի ունեցան եւ դեկտեմբերի 1-ի մեր հանդիպումը հենց դրանում համոզվելն էր եւ հասկանալն էր հանրային խորհրդի համեստ դերակատարում որը կարող է լինել այդ անցումային շրջանը ստաբիլիզացիոն եւ որ երկիրը պատրաստ կլինի պատերազմից հետո բազմակարծության համար բանանելու տեսեք ինչ էր տեղի ունեցան Սիսիանում եկեղեցականը փակեց կամ դեմ պրոտեստ արեց Նիկոլ Փաշինյանի դեմ հասկանում եք այնքան հետքեր է թողել եկեղեցին որ ինքը ոչ միայն ներքաղաքական կոնֆլիկտի կողմը այլ նաև ինքը չի էլ ուզեցել, որ ներքաղաքական կոնֆլիկտը հանգուցալուծվի, որովհետև հայրենիքի փրկության շարժումը, որին իրենք ակտիվորեն սատարում էին, հենց առաջին վերսիայով եւ ոչ միայն առաջին, նաև դրանից հետո ու ես ինչու եմ հանրային խորհրդի ու պատերազմի շրջանի շեշտում, որովհետև այդ շարժումը ձևավորվել է բանում արդյունքում ու հետևանքով հոկտեմբերի 13-ին պատերազմի ժամանակ Վազգեն Մանուկյանի մի հայտարարությունից, որին միացան 13 քաղաքական ուժեր, հետո 19-ին հիշեցրեցին, չեմ ուզում այլ փակագծեր բացեմ, թե դա ինչի հետ էր համընկնում, դա համընկնում էր ռուսական պլանը Հայաստանին պարտադրելու եւ այդ պայմաններով պատերազմը կանգնացնելու հետ։ Հիմա այս ամբողջը եւ որ ես գիտեմ, ես տեսել եմ, ես հասկանում եմ իմ համար այնուամենայնիվ անբացատրելի է մնում թե այդ ծանրագույն իրավիճակում ինչու էր եկեղեցին անընդհատ հետքեր թողնում ներքաղաքական պայքարում եւ կողմ չէր որպեսզի օրինակ ընտրություններով լուծվի բանը ներքաղաքական կոնֆլիկտը տեսեք Միքայել Աչապահյանին ներկայացված մեղադրանքը վերաբերում է նրա 3 հայտարարություններին, որտեղ նա հաստատում է, որ ինքը առաջին եւ երկրորդ նախագահներին հանդիպել է եւ ասել է, որ ուրեմն ռազմական հեղաշրջում արեք, դու ձեզ նվիրած զինվորականներ չունեք, որ ուրեմն տապալեն Նիկոլ Փաշինյանին Գիտեք որ ժամանակի մասն է խոսքը հենց այդ նույն ժամանակների որի մասին ես պատմում եմ եւ գնացել է դրանից հետո տաննել իր օրագրում հպարտորեն գրել է որ ես սաղարեցի ես նախկին նախագահներին ուրեմն հորդորեցի ռազմական հեղաշրջում անել եւ չմոռանանք Եվ բոլորս ժամանակ ապրել ենք էլի այդ նույն դեկտեմբերին 20 թվականի որ մամուլում արտահոս եղավ Օնիկ Գասպարյանի եւ Սերժ Սարգսյանի փակ հանդիպման մասին հետո հանկարծ փետրվարին գենշտաբը հավաքվում է եւ հայտարարություն անում հիմա ասենք դուք ուզում եք իմ նման վերլուծաբան մի կողմ թողնի եմ փաստը որ ինչ որ շրջանակներ աշխատել են որպեսզի հանրային խորհուրդը պետական այլ ինստիտուտներ այդ թվում եւ գլխավոր շտաբը դեմ դուրս գան համանդրական ինստիտուտները դեմ դուրս գան ուրեմն իշխանությանը պետական կառավարությանը ասենք ես դա տեսել եմ չէ ես այդ օղակի մի մասն եմ եղել եւ այդ ուղղությամբ նույնպես աշխատանք կատարել ձեր կարծիքով Յուրի Խաչատրովը ինչու էր հենց այդ գլխավոր շտաբի բունտի օրերին Բաղրամյան պողոտայից անդրադառնում Ստյոպա Սաֆարյանին հարց տվել եք հենց պատճառը դա էր որ մենք թույլ չտվեցինք որպես համանդրական մարմինը անկախ նրա կարևորությունից իրենց համար կարևոր էր որ համանդրական ինստիտուտը դեմ է եւ պահանջում հրաժարական
իրենց հաջողվեց գլխավոր շտաբին հանել, չհաջողվեց հանրային խորհրդին հանել։ Ես բոլորում եկեղեցին կա, հասկանում եք։ Եթե ոչ առաջնային դերակատարը, ուղղակի ձեր ասացի տրամաբանությամբ, եթե շարժվենք, ներողություն եմ խնդրում, ստացվում է, որ այն ամենը ինչ որ տեղի է ունենում հիմա, ինչ որ տեղի ունեցել սրանից առաջ, Բագրատ եւ Միքայել Սրբազանների ձերբակալումը, կալանավորումը, հետո արդեն դատավարությունը, Արագածոտնի թեմի առաջնորդի կալանավորումը եւ այլն, ձեր ասածով ստացվում է, որ իշխանությունները որոշել են մաքրել այդ շերտը, այսինքն եթե հիմա 37 թիվը շատ են հիշում, ընդ որում դրանց հետո ես միշտ հարցնում եմ, ասում եթե 37 թիվն է, դրանց հետո ինչպես է փողոց դուրս գալիս էլի։ 37 թիվը Չիստկա են անում։ 37 թիվը գիտեք որն է։ Ես գիտեմ 37 թիվը այնն է, որ Տեր Արամին, այն քահանակը, որը հանրային հրթանկարությամբ երբ ունեցել, հիմա ուղակի դրած ամբողջ եկեղեցիով ուղակի բոյկոտում են, բուլինգի են ենթարկում, որակում են Հուդա, չգիտեմ, Կայեն եւ ինչ ասես անուններ տալիս են եւ այդ նույն մարդիկ խոսում են դեմոկրատիայից, այդ նույն մարդիկ խոսում են դեմոկրատական գործընթացներից եւ ես մի պատճառ չասեցի։ Նախկին իշխանությունների օրոք եկեղեցին չէր համարձակպես ամեն ինչ անել, որովհետև քաղաքական ռեժիմը, որը ժողովրդավարական չէր, կիսավտորիտար էր, եւ նախկին իշխանությունները հստակ ասում էին ձեր տեղը սա է, այդ տեղում կնստեք ու ավել ոչինչ չանեք, բացի մեզ գովելը, բացի եւ այլն։ Հիմա ժողովրդավարությունը իրենց բերել է մի այնպիսի վիճակի։ Ես ներողություն եմ խնդրում, երկու դրվագ կարելի է հիշել, ուղղակի Ազատության հրապարակում են տոնածառի տեղադրման փորձը, որը վերածվեց դատավարության եւ քրեական հոդվածով, չեմ էլ հիշում, քանի տարի նստեց այդ տղան, եւ Իմիջիալ Շանթարությունյանի դեպքը, որ ընդհանրապես փայտ էր վերցրել ձեռքը։ Դե հիմա գիտեք, էլի եմ ասում, հիմա այս ամբողջը բավականին չերևացող, անգամ ինձ համար ամբողջ ծավալներով անհայտ մի process է, որ նայում ես դրսևորումները 20 թվականի վերջին, 21 թվականի սկզբին, ընտրությունների ժամանակ, 21 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, հետո արդեն այս Տավուշի սրբազան շարժում, հետո այս մյուս ամբողջ ցույց է տալի, որ ժողովրդավարությունը ուղղակի եկեղեցու կողմից օգտագործվում է ինչ-որ անհասկանալի օրակարգ, ես ենթադրում եմ նաև արտաքին սպասարկելու վրա, որը չի կարող երկար շարունակվի, բայց վերադառնամ ձեր կարևոր էքսկլյուզիվ տեղեկությանը, որի աղբյուրը չեք բացահայտի բնականաբար։ Հնարավոր է իշխանությունը հանդիպել եւ պետք է հանդիպել եւ ասել, որ կանգ առեք կամ հեռացեք կամ ուրեմն ես վստահ չեմ, այսքան երկար պատմեցի նրա համար, որ ես այդքան վստահ չեմ, որ կաթողիկոսը կընթառաջեր, որտեղ ձեր էքսկլյուզիվ տեղեկության մի մասը վերաբերում նրան, որ այդ ժամանակ կաթողիկոսը պատրաստ էր դիում գնել։ Չէ, այստեղ խնդիրը ինչ է։ Ուղղակի ավելի վաղան է։ Ուղղակի, հա, պետք էր մի հատ խոսել, այ դրանից հետո եթե ձեր ասած չի ընթառաջում, արդեն դրանց հետո մնացած գործողությունները ես թերահավատեմ։ Ես այսքանը տեսնելով, այսքանը դիտարկելով, ես թերահավատեմ, որ նրանք լսելու էին հորդորը կամ կանգ էին առնելու, որովհետև ժամանակը ցույց է տալիս, որ նրանք ունեն այնպիսի մի օրակարգ, որը երևի իրենցից էլ չի կախված այդ օրակարգի հեռացումը կամ հանումը սեղանի վրայից, երևի տերը իրենք չեն եւ նրանք դա չէին անելու, բայց սա ցավալիորեն բերելու էր այս դրսևորումներին, որովհետեւ դուք ասում եք իշխանությունը փորձում է մաքրել կամ չգիտեմ ինչ, ես ասում եմ հետեւյալը, քանի որ նրանք կանգ չեն առնում ու անդադ ամեն մի տապալումից, ամեն մի խայտարակությունից հետո մի նոր բան են նախաձեռնում, այդ ամեն ինչին ուզի-չուզի, որտեղ process-ները խորանում են, ուզի-չուզի իրավապահ համակարգը արդեն արձագանքելու է։ Լավ, Միքայել Աջապահյանի մի անգամ արված հայտարարությանը անտեսեցին։ Երկրորդ անգամ, բայց եւ որ նաեւ իշխանությունը ինքն էլ է տեսնում, որ դրա հետ միասին եկեղեցականների ակտիվ մասնակցությամբ քննարկվում է ուրեմն քաղաքում քաոս ստեղծելու, ուրեմն խցանումներ, անկարգություններ ստեղծելու պլաններ են քննարկվում են հենց եկեղեցականի կողմից քննարկվում են սպանությունների հարցեր եւ դրա դիմաց ինդուլգենցիա ստանալու տարբերակներ, հա, ինչ կլինի եթե Արարատ Միրզոյանին սպանեմ, ինչ կլինի եթե Նիկոլ Փաշինյանին սպանեմ, եւ որ դու տեսնում ես, որ այս ամբողջը, որպես իշխանություն տեսնում ես, որ այս ամբողջը արդեն ավելի վտանգավոր ծավալներ է ստանում,
Իհարկե իրավապահ համակարգն էլ ինքն է արձագանքում։ Միշտ չի որ ճիշտ է արձագանքում հանուն արդարության։ Օրինակ երեք էլ ես տեսա մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել ինձ համար էլ տարօրինակ էր, ասենք լավ, եթե կանչել եք բացատրություն տա, վկայություն տալու, եթե կան լուրջ հիմքեր կամ կասկածներ, հիմնավոր կասկածներ նրանց ինչ-ինչ առնչությունների մասին, ապա չգիտեմ, ծանոթագիր ուղարկել են, չեն ուղարկել։ Դեպս առումով ես վստահ չեմ, որ իրավապահ համակարգում ինձ նույն ոստիկանությունում բոլորը ուզում են, այսպես ասած, լավություն արած լինեն իշխանությանը։ Որտեվ երբեմն դա տգիտություն չես համարի, էլի, անում են այնպիսի կոպիտ քայլեր, որպեսի խոտանվի այդ կատարված գործողությունը։ Ես ասում եմ, ես նաև տեսնում եմ, զգում եմ, որ ոստիկանության մեջ այդպիսի շրջանակներ կան, որոնք ավելի շատ համակրում են նախկիններին եւ բնականաբար անում են այնպիսի գործողություններ եւ այստեղ լավ կլինի, որ մեր տիկին նախարարը շատ ուշադիր լինի, թե ովքեր են այդ ամեն ինչը անում, որովհետեւ ՄԻՊ-ի հայտարարությունից դուր եկավ, որտեղ ուղղակի անդրադարձել էր որոշ իրավունքի կամ պրոցեդուրալ ուրեմն խախտումների, բայց սա ամենևին միևնույնն է, էլի չի վերացնում այն, ինչի մեջ թաթախված է ցավոք սրտի իմ եւ ձեր եկեղեցին։ Հիմա քանի որ այս ամենը վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, տեսեք, ներքաղաքական զարգացումներից մեկի մեծագույնի մասին ստեցության խոսեցինք, դա կապված է հիմա եկեղեցու հետ։ Եվս 3-ը պայմանական կարելի առանձնացնել, դա մեր ձևով շարժման ձևավորումն է Սամվել Կարապետյանի շուրջ, էլի որոշ վերապահումներով Արման Թաթոյանի քաղաքական դաշտ մտնելն է, ամենակննարկվողներն եմ ասում։ Եվ բնականաբար անհնար է մոռանալ իմպիչմենտի գործընթացը, որը նախաձեռնել են Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը, բայց որը հիմա քաղաքական, այսպես առաջնորդությունը ստացնել է, պատիվում եմ, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունը։ Ըստ ձեզ, այս բոլոր process-ները իրար հետ կապված են, թե անկախ ամեն ինչից ուղղակի համընկան իրար հետ։ Չէ, ոչ մի չի համընկել։ Նախ ապրիլին Սամվել Կարապետյանը Մոսկվայում բիզնես ֆորում արել։ Ես հորդորում եմ ձեզ կարդալ այդ ելույթը, որտեղ զգուշացնում էր Հայաստանին հանկարծ չգնանք, դուրս չգանք ԵԱՏՄ-ից եւ չգնանք դեպի Եվրամիություն։ Հետո իշխանությունները վնասազերծում են խմբին, հայտնի Սրբազան շարժման խմբին, դրա այդ պլանի ժամանակացույցը ինքը ահռելի բան էր ասում եւ ցույց էր տալիս, որ այն ուղղված է օգոստոսի 8 կանխելուն, հա, որպեսզի դա տեղի չունենա, մի բան, որը Ռուսաստանը չէր ուզում, եւ որ այդ խումբը եկեղեցականներից կազմված արդեն վնասազերծվում է, Սամվել Կարապետյան հանկարծ գալիս է եկեղեցին պաշտպանելու։ Քրոնոլոգիա եմ ասում ձեզ։ Սրանք պատահականություններ չեն։ Եկեղեցու պատերվակով գալիս է եւ չի թաքցնում, ասում է, բա գիտեք, այս իշխանությունները փչացրել են մեր ռազմավարական դաշնակցի հարաբերությունները, դրանք պետք է վերականգնվեն։ Մի կողմ թողնենք Սամվել Կարապետյանի կամ նրա շարժման, Նարեկ Կարապետյանի այդպես թունդ հայրենասիրական ճառերը, մեր ինքնությունը, մեր հայկականությունը վտանգի տակ է, գրոհի տակ է, пассив հարցակման տակ է եւ այլն, Արցախահայերի իրավունքները արժանապատիվ ձևով չեն պահպանվում եւ այլն։ Դուք ինչ եք կարծում, ես միամիտ եմ, որ հավատամ այս ամեն ինչին եւ չտեսնեմ կապը Սամվել Կարապետյանի այստեղ գալու, որի նպատակն է հանրապետության մակարդակով ստեղծել Գյումրի 2-ի մթնոլորտ, երբ որ տարբեր շարասյուններով տարբեր քաղաքական ուժեր մասնակցում են ընտրություններին եւ հետագայում ընտրական օրենսգրքի ընձեռած աճպարարությամբ, ինչպես Գյումրիում 10%-անոց Վարդան Ղուկասյանին դարձրեցին քաղաքագլուխ, այստեղ էլ ինչ որ մի ձայներ հավաքած 15-20% հավաքած ինչ որ մեկին կարգել ուրեմն վարչապետ, սա է նպատակը։ Եվ գիտեք ինչու են Սամվել Կարապետյանին բերել առաջին պլան, որովհետև նախկին խաղը տապալվեց։ Ռոբերտ Քոչյանը, որը պիտի իրականացներ այդ խաղը, ըստ էության տապալվեց եւ այսօր ակնհայտ է, որ Կիրիոնկոյի կանտորան փակում է մի գրասենյակ, մի պրոյեկտ, բացում է մեկ այլ պրոյեկտ։
եւ այդ պրոյեկտի անվանումը պատահական չէ, որ ես եւ իմ շատ գործընկերներ դրել են Հայաստանում վրացական երազանքի կրկնություն։ Սամվել Կարապետյանի ամբողջ առաքելությունը լինելու է Հայաստան-Արևմուտք հարաբերությունների թունավորումը, տորպեդահարումը, ինչպես որ դա արեց Բիզինե Իվանիշվիլին, առանց բաց առճակատման։ Ուղղակի խոչընդոտներ ստեղծելով, որպեսզի վերականգնվի գլխավոր դաշնակցի հետ հարաբերությունները։ Հիմա ձեր ասած ֆիգուրները այս մեծ խաղի մասերն են, դերակատարներն են, որոնք այսօր կարող են ցույց տալ, թե իրար հետ կռված են, այսօր կարող են ցույց տալ, թե իր հետ հարցեր ունեն, խնդիրներ ունեն, բայց միասնական բոլորով գրոհում են դեպի Հայաստանի ինքնիշխանությունը։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցն էր միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Սյոպա Սաֆարյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։